Հարգելի հեռուստադիտողներ, մենք վերադարձանք եւ ունենք շատ հետաքրքիր հյուր արվեստի բառ ներկայացուցիչ, այսպես կարող ենք ասել։ Գորգերի վրա հետաքրքիր աշխատանքների, ցուցահանդեսի եւ ընդհանրապես արվեստի մասին է այսօրվա մեր զրույցը եւ թե ով է մեր հյուրը կներկայացնի իմ գործընկերը։ Իսկ մեր հյուրն է նկարիչ Սարգիս Նիկողոսյանը։ Բարի լույս, բարի առավոտ։ Բարև ձեզ։ Շնորհակալ ենք Սարգիս, որ ժամանակ գտաք եկաք մեր մոտ։ Իսկապես, երբ որ մեր ընդհանուր ընկերներից մեկը ցույց տվեց ձեր գործերը, շատ գրավիչ էր, շատ հետաքրքիր։ Իհարկե մենք նաև ունենք ֆոտոները, որպեսզի մեր հեռուստադիտողներն ընթացքում մեր հարցազրույցի կտեսնի, կհասկանան ինչի մասին է խոսքը, բայց եկեք գնանք շատ sense որ ամենասկզբերը, հա, ինչու գորգերի վրա եւ ինչպես սա սկսվեց։ Միտքը առաջացել է առաջին գորգից, մեր տան 5 գորգերից է, որը որ արդեն անպիտան վիճակում էր ու ոնց որ չենք կարա շահագործենք, բայց ես տենց վատ սովորություն ունեմ, կապնվում եմ իրերի հետ։ Ես եւս։ Ու ոնց որ չկարեցա իրան։ Կներեք, բայց իմ տատիկն կան իրեր հավաքել, արդեն չգիտենք ինչ անենք այդ։ Լավ, բոլորից տենց ինչ-որ բաներ կա։ Ու չէի կարա իրան ուղակի տենց նետ էինք էլի։ Դրա համար որոշեցի նկարեմ, բայց անկեղծ չէի հավատում, որ կստացվի, որովհետև շատ դժվար է իրականում այդ նախշերի մեջ ինչ-որ պատկեր ստանալ էլի։ Լավ, ձեր տանը բոլոր առարկաներն են արժանանում այդ բախտին, որոնք պիտի դենն են։ Լինում են, շատ են լինում տենց առարկաներ, որ ես իրանց ինչ-որ մի բանի մեջ օգտագործում եմ։ Սարգիս ջան, իսկ դուք ունեք կրթություն նկարչական, այսինքն թե 4 տարեկանից մինչև 14 տարեկան եղել եմ, գնացել եմ նկարչության։ Սա լուսանկարներն են, մեր հեռուստադիտողները եւս տեսնում են, խոսքերով պարզապես ներկայացնելով այլ է, իրականում սա տեսնել իսկապես այլ է։ Ինչով եք նկարում, շատ հետաքրքիր է, ինչ ներկեր են։ Ակրիլային հիմքով ներկեր են, որոնք պահում են բրդի վրա։ Իսկ լվանալուց հետո ինքը թե չեն լվանում այս գորգերը։ Եթե մենակ ջրով լվանաս կպահի, բայց եթե օրինակ ես եթե իրանց ուղարկում եմ տենց քիմ մաքրման լվացման, չի պահի հաստատ, որտեղ այդ նյութերից դժվար ինչ-որ բան դիմանա։ Շատ լավ, հիմա մեր հեռուստադիտողներին կոչ անենք, ում որ խալին պետք չի տանը։ Հա, իհարկե։ Դիմեն ձեզ։ Ինձ ճանաչողները բոլորը գիտեն, որ եթե ինչ-որ բան պետք չի, պիտի տանից։ Հիմնական գորգեր։ Իսկ ինչն է ոգեշնչում ձեզ, այս հետաքրքիր ձևաչափը ինչպես այսպես հղացավ ձեզ մոտ։ Այսպես ուղղակի քնից արթնացաք, որոշեցիք, որ չէ, գորգերի հանդեպ միշտ ունեցել եմ ինչ-որ հետաքրքրություն, մանավանդ հայկական գորգերի, ու իմ համար իրանք տենց լուրջ արժեք են ներկայացնում, բայց հիմա տենց կա չէ, մարդիկ գորգերը հանում են, օրինակ ես մեր տանը շատ է գորգերը, անգամ մի սենյակում մի քանի հատ իրար վրա կպտող գորգեր են։ Ես գորգեր շատ եմ սիրում, երևի այդ է եղել ոգեշնչումը, չգիտեմ։ Բայց հետաքրքիր է, որ գորգից ստանում ես ինչ-որ մի կերպար, ոնց որ ինքը կենդանի է դառնում, այդ ավելի, այդ գաղափարն է շատը։ Այո, իրական նկարներով էլ նայում եմ, երբեք չես կարող ասել, որ ինչ-որ անպիտան կամ ինչ-որ գորգեր են, որոնք դեն նետելու են կամ այլևս պետք չեն։ Նամանավանդ ձեր նկարներից հետո իրանք ինչ-որ նոր կյանք, ինչ-որ նոր շունչ են ստացել։ Հիմնականում ինչ՞ն է հայտնվում ձեր գորգերի վրա, հա, ի՞նչն եք հիմնականում նկարում։ Ես հիմնականում սիրում եմ մարդկային կերպարներ նկարել, բայց նույնիսկ չի, որ կոնկրետ աղջիկ կամ տղա եմ սիրում նկարել, սիրում իրանց կերպարային եմ սիրում ներկայացնել իրանց, որ գորգի մի մասը դառնան, ոչ թե ինչ-որ կոնկրետ հստակ ինչ-որ մեկին չեմ նկարում, էլի։ Իսկ ունեք արդեն ֆավորիտ դարձած գորգեր, պատկերներ, այսպես որ Top 3-ում այսպես հենց, այո։ Ու ինչու եք առանձնացրել։ Իրականում առաջին գործը ոնց որ երեխայի առաջին ծնունդը ոնց է, դրա նման է, դրա համար ինքն է ամենաթոփը, բայց տենց որ ասեմ ինչ-որ առանձնացնում եմ, երևի չէ։ Հավասարաչափ բոլորին սիրում։ Հա, բոլորին սիրում։ Հայրաբար։ Գովազդի ընթացքում մենք նաև շփվում էինք, դուք նշեցիք, որ երազում եք շատ երբեմն տեսնում ինչ-որ բաներ, որոնք հայտնվում են հետո գորգի վրա։ Եթե կհիշեք իհարկե վերջին անգամ, հա, ինչ եք տեսել երազում եւ որը որ արդեն հայտնվեց գորգի վրա, ինչն էր։ Գորգի վրա երևի այն դուրս եկող կերպարն է, որ դուրս է գալի գորգի վրա մեջից։ Այդ գորգը 3 անգամ նկարել, առաջին անգամը ու այդ գորգը բերել եմ Ղափանից, տաքսիով։ Ու շատ կեղտոտ էր այդ գորգը, դեռ անգամ չէր երևում ինքը ինչ գույնի է, երբ որ իրան ուղարկեցի լվալու հետ եկավ, լրիվ ուրիշ գույնի գորգ է ինքը դառել։
այդ գորգի վրա մի քանի անգամ փորձել եմ ինչ-որ կերպար նկարել, որը որ գորգի վրա չի, գորգի տակ է, այդ էֆեկտն է ուզում ստանալ, որ ինքը տակն է ապրում։ Ու ուղարկել եմ հետ լվալու, հետո նորից բերել եմ, նորից նկարել եմ, կիսատ եմ թողել ու ցուցահանդեսից երևի մի քանի օր առաջ ես նայել եմ իրան, հասկացել եմ, որ իմ ուզածը չի, շուտ փոխել եմ ու մի քանի օրվա մեջ պատրաստ է տալ ենք արդեն ցուցահանդեսին։ Այսինքն եթե ինչ-որ մի գորգի վրա որ նկարել եք, չի ստացվել կամ ձեզ դուր չի եկել, այդ նույն գորգը կրկին հնարավոր է օգտագործել, այսինքն լվանալուց հետո կրկին կարելի է այդ գորգը։ Հա, իհարկե, երբ որ ուղարկում ես իրան լավ այդ քիմաքրման լվանալու, իրան նենց են լվում, դաժե մաշվում է, խալին տեղեր կա, որ քրքրվում է, նենց են իրան այդ ապարատներով լվանում էլի։ Բայց այդ քրքրվածությունն վստահ եմ ինչ-որ ավելի ես հենց ընտրել եմ նենց գորգեր, որ բոլորը քրքրված լինեն։ Ունեմ մի քանի գորգ, որ մի քանի տեղից սպատռված է։ Ու այդ ոնց որ ավելի sense սիրուն շունչ է տալիս, էլի։ Ընդհանուր կոմպոզիցիա։ Ունենք արխիվում ունենք ցուցահանդես, եթե ճիշտ գիտենք։ Ցուցահանդեսը չէ, եղել է արդեն։ Հիմա Աբովյան 1-ում կախված են մի քանի գորգեր դրսի պատշգամբներից։ Բայց օրինակ հետաքրքիր ինչպես արեցին։ Կարեն ուղղակի ուզում եմ որ էլի լինի։ Էլի լինելու է, էլի լինելու է։ Հետաքրքիր, երևի ընկերներն են մեծամասամբ ձեզ այսպես կապել ասել չէ, պետքա ցուցահանդեսը լինի այս ամենի։ Ընկերներն են հիմքում, թե։ Առաջի գորգից հետո բոլորը տենց ասում են չէ, պետք է անես։ Ես ասում եմ դե գորգ տվեք անեմ։ Շատ լավ։ Ու բոլորը գորգերը նվերներ են իրական։ Ովքեր են հյուրերը, կար հետաքրքրվածություն հասարակության մոտ, թե ոչ։ Ովքեր են։ Հիմնական հյուրերը իմ ընկերներն էին, իմ ծանոթներն էին, իմ հաճախորդներն էին, բայց կային անծանոթ մարդիկ, Պարսկաստանից հյուրեր կային, տուրիստներ կային, որ ուղղակի անցել էին, մտել էին կամ ուղղակի մարդիկ, ովքեր ծանոթ են այդ հաստատության մասին, գիտեն, շուշուտ են գալիս, տեսել էին։ Իսկ արձագանքները, կոմենտները, ֆիդբեքը ոնց էր։ Իրականում դրական է եղել, շատ եւ 3 հոգի մարդ է եղել, որ ասել են օրինակ ես կուզեի դետալային մի քիչ շատ լիներ, բայց ես է բացատրում որ ես չեմ ուզում դետալային։ Պարտադիր են այդ 3 հոգին պարտադիր են։ Այլ ավելի պարտավորստը ոգևորել։ Հա, իհարկե, ես միշտ պատրաստ եմ լսել առողջ քննադատություն, իմ համար շատ կարեւոր է անգամ։ Ստեղծագործող մարդու համար բնականաբար այդ կոնստրուկտիվ քննադատություն ասվածը շատ կարևոր է եւ հենց դրա շնորհիվ ես դու grow up լինում, հա, աճում։ Դե նորմալ է պետք է։ Բայց կան եւ անիմաստ ինչ որ տափակաբանողներ կներեք իհարկե, զուտ կարծիք են ասում ոչ ճիշտ հիմքով։ Ոչ թե ճիշտ հիմքով, այլ չեն լսում քո մեկնաբանությունը, այո, որովհետեւ դու այդպես ես պատկերացրել, զգացել, չէ՞։ Որտեւ եթե ուզենայի դետալային շատ աշխատեի, կանեի մնացածի պես ամբողջ գորգը փակելով, բայց ես չեմ ուզում գորգը փակեմ, ես ուզում իրանց կենթանություն տամ։ Շատ լավ, ինչ ունենք առաջիկայում, ինչ սպասենք ձեզանից կամ արդյոք միգուցե խալիները փոխարինվեն ու, չգիտեմ, հայտնվեն բազմոցներ, բազկաթոռներ, չգիտեմ։ Տներ։ Տները իրականում մանկության երազանք է եղել, որ լինեմ ինտերիեր դիզայներ։ Իմ ապագա տունը դուք կգաք։ Սիրով։ Բայց չէ, տները դժվար, իրականում կտավների վրա եմ ուզում։ Բայց ինչի դժվար, այս կյանքում ոչ մի անհնար բան չկա, պիտի շատ մեծ երազել։ Եվ ես նոր տեսա պատկերների։ Ուղղակի ինչ-որ պահի որոշեցի, որ չէ, դա չեմ ուզում։ Հիմա ուզում եմ ավելի շատ նկարեմ։ Դե մի 500-ից կփոխեք ձեր կարծիքը։ Հա, իմ կյանքում տենց շատ խորն է։ Սա հոբի էր, որը դարձավ ձեր կյանքի ամենակարևոր դետալը, թե հենց սա է հենց ձեր մասնագիտությունը։ Իմ մասնագիտությունը այս բան վարսավիրությունն է, ես վարսավիր եմ։ Նույնիսկ։ Հա, ես ու եղբայրս ունենք մեր գեղեցկության սրահը։ Դա եմ ասում, քիչ խառն եմ կյանքում, ամեն 5 տարին մեկ ինչ-որ բան փոխվում է, դրա համար շատ արդեն 5 տարի է վարսավիր եմ։ Բայց որտեղ եք ձեզ ավելի շատ ազգում, որպես բարբեր, թե որպես նկարիչ։ Որպես նկարիչ միշտ եմ ինձ լավ զգացել, որտեղ 4 տարեկանից նկարում եմ։ Բայց վարսավիրությունը շատ եմ սիրում, օրինակ հիմա որ մտածում եմ, որ ինչ-որ պահի կարող անենց լինի, որ վարսավիր չլինեմ, մի տեսակ չեմ հավանում, հələ որ այդ միտքը է։ Դեռ չեք պատկերացնում։ Չեմ պատկերացնում։ Զուգահեռ քայլում են իրար։ Զուգահեռ ավելի լավ է, հələ որ զուգահեռ քայլենք։ Ձեր բայց մեծամասամբ ընկերներ, հարազատներ, ծնողներ, հա,
Օրինակ մեծամասնությունը ինչպես են արձագանքում, օրինակ ասում են մենք քեզ պատկերացնում ենք որպես ավելի վարձաբիր, խնդրում ենք մնա վարձաբիր կամ օրինակ ասում են չէ նկարչությունը ավելի լավ։ Թե ասում են երկուսն էլ շատ լավ է։ Դե հիմա հաճախորդներս իրոք պանիկայի մեջ են, իրենք անընդհատ զանգում են, հարցնում են կարող է էլ վարձաբիր չես կարող, որովհետև իրանք ուզում են, հաճախորդները հաստատ ուզում են, որ հələ որ վարձաբիր մնա, բայց ես հələ պլաններ չունեմ վարձաբերությունը թողնելու։ Իմ կարծիքով ընդհանուր, եթե իդեալական ստացվում է, կապ չունի, երկու գործն եթե շատ լավ ստացվում է, օրինակ հիմա եթե ես օրինակ հաղորդավարում ու պատշար, օրինակ կարծիքով պետք չթողնեմ, չէ՞ պատշարություն չես կարծում։ Կոմոդ ամեն բան լավ կստացվի, ես վստահ եմ ընկերս։ Այո, շատ լավ։ Օրինակ լավ, խոսեցիք վարձաբերությունից, էլ շատ հետաքրքիր է։ Իրականում մեր փողոցում արդեն օրեցօր տեսնում ենք շատ համարձակ սանրվածքներով, կտրվածքներով, մորուքներով երիտասարդների։ Ինչպես եք դուք դրան, հա, վերաբերվում, օրինակ դուք եք դա նկատում, որ օրեցօր էլ ավելի է շատանում այդ հետաքրքրվածությունը համարձակ ոճի հանդեպ, խոսքը գնում է վարսերի եւ մորուքի։ Հա, իհարկե, հիմա այդ տենդենսը կա, որ ավելի համարձակի է գնում տղաները, մանավանդ տղաների մոտ այդ աճը կա, որ մարդիկ սկսում են ավելի ոճային լինել, ավելի հետաքրքիր տարբերվող համարձակ անգամ այն տղաները, ովքեր ավելի տենց իրանցից երբեք չես պատկերացնի, որ կուզենան մի քիչ երկար մազեր ունենան։ Քիչ-քիչ մեկ է կարող գան, ասեն կարող է երկարացնել։ Կարող է մի բան փոխեն։ Շատ լավ է, ըստ իս դա շատ կարդալու, շատ ֆիլմեր դիտելու երևի, նոր շրջապատում, նոր մարդկանց հայթայթելու, իրենց հետ շփվելու տարբերակն դրա համար մարդիկ սկսում են այդպես ավելի համարձակներ, ինչ ես կարծում։ Այո, ես լիովին համակարծիք եմ քեզ հետ, իսկապես շատ ուրախ ենք նախ, որովհետև ինձ համար եւս բացահայտում էր Ես չգիտեի, որ Հայաստանում կա նման տաղանդավոր մարդ։ Դե 2 տարի է, չէ՞, ինչ այս գործն եք անում դուք Գորգերի, ճիշտ նշեցիք։ Գորգերի վրա, հա, բայց դրա մասին հանրային չի իմացել ոչ մեկ, էլի շատ։ Ինչի՞, բայց ինչի՞ գաղտնի պահում այդ ամեն ինչը։ Ինչի՞ չի, չէ՞ որ այսօր Facebook, Instagram, չէ՞, Facebook, Instagram ամենալավ տարբերակն է։ Գողանան ու առաջինը դուք ձեր ձեռագիրը ոճում եք։ Դուք մեկ է ռահվիրան եք, առաջնորդն եք այս ոճի եւ այդպես էլ թող լինի։ Շատ շնորհակալ ենք իսկապես հետաքրքիր զրույցի համար։ Ձեզ մեծ հաջողություններ ենք ցանկանում, բայց ցավոք սրտի մեր եթերաժամանակը շատ սուղ է։ Եվ Instagram-ում հնարավոր է երևի գտնել ձեր գործերը նայել, պարզապես վայելել, չէ՞։ Ինչպես գտնենք ձեզ Instagram-ում։ Սարգիս Նիկողոսյան, պարզապես արտ։ Թույն, շատ լավ է։ Շնորհակալ ենք, ձեզ լավ օր շնորհակալ։ Ձեզ լավ օր։ Հաջողություն։